Ամեն առավոտ ձեր մարմինը դավաճանում է ձեզ, վերածվելով ծանր, անկառավարելի բեռի։ Դուք գնում եք թանկարժեք վիտամիններ, խմում եք բժշկի նշանակած դեղերը, բայց հոգնածությունը ոչ միայն չի անցնում, այլև ավելի է խորանում։ Իսկ ինչ կասեք, եթե իմանաք, որ այդ քիմիական հապերից շատերը ոչ թե լիցքավորում, այլ դանդաղ այրում են ձեր օրգանիզմի վերջին ուժերը, ձեզ դարձնելով հավերժ կախյալ դեղատներից։ Ճշմարտությունը, որ ձեզնից թաքցնում են, պարզապես ցնցող է։ Այսօր մենք կբացահայտենք մեր նախնիների հազարամյա գաղտնիքը, մի պարզագույն մեթոդ, որը վերականգնում է ձեր բջիջների էներգիան հենց հիմքից, բայց ամենակարևորը, մենք կբացատրենք, թե ինչու է այս հզոր բնական միջոցի մասին դեղագործական արդյունաբերությունը լռում, և ինչպես է այն կապված կյանքի արմատ կոչվող խորհրդավոր բույսի հետ, որը ժամանակակից գերոնտոլոգներն այսօր համարում են ծերության դեմ պայքարի հիմնական զենքը։ Ես խոստանում եմ, ընդամենը 21 օրում դուք կվերադարձնեք ձեր երիտասարդության կորցրած ուժը առանց դեղատներում ձեր թոշակը թողնելու։ Բաժանորդագրվեք հիմա և մեկնաբանություններում գրեք ձեր քաղաքի անունը, տեսնենք քանի հոգով ենք մենք։ Վարդանը նստած էր իր հին Գյումրվա պատշգամբում։ Նա նոր էր վերջացրել առավոտյան թեյը։ Ուժն արդեն զգացվում էր մարմնում, բայց միտքը տանջում էր մի հարց. որտեղից է գալիս այս ուժը։ Սա պարզապես բույս չէր, սա հիշողություն էր։ Հիշում եք ձեր մեծ մոր իմաստուն աչքերը, այն աչքերը, որոնցում ամբողջ տիազերքն էր։ Վարդանը փակեց աչքերը և տեսավ իր նախատատին, Սիրանուշին։ Նա տեսավ նրան ոչ թե լուսանկարում, այլ կենդանի։ Արցախի լեռներն էին, արշալույսից առաջ։ Օդը մաքուր էր, սառը և լի խոտերի բույրով։ Սիրանուշը ոտաբոբիկ քայլում էր արծաթե ցողով պատված մարգագետնում։ Նրա կոշտացած, աշխատանքից մաշված ձեռքերը քնքշորեն էին շոյում յուրաքանչյուր ծաղիկ։ Նա չէր պոկում դրանք, նա խոսում էր նրանց հետ։ Իսկ դուք երբևէ խոսել եք բնության հետ։ Նա շշնջում էր հին աղոթքներ, խնդրելով բույսից իր բուժիչ ուժի մի մասնիկը։ Եթե դուք չհավատաք այս ուժին, այն երբեք ձեզ չի օգնի, դա օրենք է։ Նրա զամբյուղում ուրցն էր, նանան և մի խորհրդավոր ոսկեգույն արմատ, այն, որը նրանք անվանում էին լեռների սիրտ։ Երեկոյան ճռճռացող բուխարու մոտ նա իր դստերը փոխանցում էր գիտելիքը, ոչ թե բարձրաձայն, այլ շշուկով, որպեսզի չար աչքը չլսի։ Այս արմատը պահում է մեր տոհմի ուժը, ասում էր նա։ Երբ մարդու հոգին հոգնում է, ոչ թե մարմինը, այս արմատն է նրան ոտքի կանգնեցնում։ Նրանք չունեին դեղատներ, բայց ապրում էին 100 տարի։ Նրանք չգիտեին, թե ինչ է քրոնիկ հոգնածությունը, նրանք ունեին կապ հողի հետ։ Իսկ մենք ինչ ունենք այսօր։ Ինչպես պատահեց, որ մենք, տիեզերքը նվաճող սերունդը, կորցրինք այդ պարզ ճշմարտությունը։ Ինչու ենք մենք այդքան թույլ։ Պատասխանը ձեր դեղերի տուփի մեջ է։ Նայեք դրան։ Այնտեղ գրված են գեղեցիկ անուններ՝ Կորոնար Պլյուս, Նեյրոֆորտե։ Դրանք արժեն ձեր թոշակի 20, 30, նույնիսկ 40%-ը։ Իսկ ինչ են դրանք անում իրականում։ Դրանք խաբում են ձեր մարմնին։ Երբ դուք հոգնած եք, դա ազդանշան է, որ ձեր բջիջներին սնունդ է պետք, որ ձեր մարտկոցները նստել են։ Իսկ այդ հաբը ինչ է անում։ Այն նման է մտրակի հարվածի հոգնած ձիուն։ Այն ստիպում է ձեր մակերիկամներին և սրտին աշխատել իրենց վերջին ուժերով։ Այո, մի քանի ժամով դուք կարող եք թեթևություն զգալ, բայց հետո գալիս է կրկնակի ուժգին հոգնածությունը։ Ձեր մարմինը սպառվում է 10 անգամ ավելի արագ։ Դուք կախվածության մեջ եք ընկնում այդ քիմիայից։ Առանց դրա դուք անգամ ոտքի կանգնել չեք կարողանում։ Սա դավադրություն է ձեր առողջության և դրամապանակի դեմ։ Ամեն տարի դուք ավելի և ավելի շատ դեղեր եք գնում, իսկ ձեր վիճակը գնալով վատանում է։ Ծանոթ իրավիճակ է։ Եթե դուք չկանգնեցնեք այս գործընթացը հիմա, մի քանի տարուց ձեր օրգանիզմը պարզապես կհրաժարվի աշխատել։ Այն կմոռանա, թե ինչպես ինքնուրույն էներգիա արտադրել։ Դուք կվերածվեք քայլող դեղատուփի։ Բայց հույս կա։ Այն թաքնված է մեր նախնիների իմաստության մեջ։ Գիտեք, որ այսօր լավագույն գերոնտոլոգները Գերմանիայում և Ճապոնիայում իրենց փակ սեմինարների ժամանակ ուսումնասիրում են հենց այս հնագույն բաղադրատոմսերը։ Նրանք իրենց հարուստ հիվանդներին գաղտնի խորհուրդ են տալիս անել այն, ինչ անում էր Սիրանուշտատը Արցախի լեռներում։ Նրանք վերադառնում են ակունքներին։ Որովհետև գիտությունը ցնցված է։ Ժամանակակից սարքավորումներով կատարված հետազոտությունները ցույց են տվել մի անհավանական բան։ Այդ լեռների սիրտ կոչվող արմակը ոչ թե մտրակի պես խթանում է, այլ վերանորոգում է մեր բջիջների էներգետիկ կայանները։ Այն վերադարձնում է մարմնին իր սեփական ուժը։ Սա հեղափոխություն է բժշկության մեջ։ Եվ այն ճշմարտությունը, որը գիտնականները բացահայտել են այդ արմատի մասին,
կփոխի ձեր պատկերացումը ծերության մասին ընդմիշտ։ Այդ գիտական բացահայտման մանրամասները մենք կներկայացնենք հենց հաջորդիվ։ Այժմ ուշադիր լսեք, գալիս է ճշմարտության պահը։ Այն, ինչ հիմա կբացահայտեմ, կարող է փոխել ամեն ինչ։ Խոսքը ոչ թե հերթական հաբի մասին է, սա վերադարձ է դեպի այն ուժը, որը ձեր մեջ է։ Պատկերացրեք մի բաժակ թեյ, ոչ թե սովորական սև թեյ, այն ունի ոսկեգույն սաթի երանգ։ Նրանից բարձրանում է հողի, անտառի և մեղրի բույրը։ Դուք խմում եք առաջին կումը։ Այն մի փոքր դառնահամ է, բայց հաճելի, և դուք զգում եք, թե ինչպես է ջերմությունը տարածվում ձեր երակներով։ Դա արհեստական թրթիրտ չէ, ինչպես սուրճից հետո։ Դա խորը, հանգիստ ուժ է, ասես ձեր ներսում արև է վառվում։ Ձեզ ծանոթ է այս զգացողությունը։ Իսկ եթե ասեմ, որ այս թեյը դեղատան դարակներում չեք գտնի։ Ինչու՞։ Որովհետև դեղագործական հսկաները սարսափում են դրանից։ Նրանք միլիարդավոր դոլարներ են ներդնում, որպեսզի դուք երբեք չիմանաք այս պարզ ճշմարտության մասին։ Եթե դուք շարունակեք հավատալ նրանց գովազդին, ձեր կյանքի մնացած մասը կանցկացնեք դեղերի վրա աշխատելով։ Բայց եթե դուք ընտրեք այս ճանապարհը, դուք կվերադարձնեք ձեր անկախությունը, դուք կդառնաք ձեր առողջության տերը։ Վարդանը հիշեց իր պապին, Մկրտչին։ Նա Ղարաբաղի Հադրութի շրջանի Տող գյուղից էր։ Նա ապրեց 98 տարի։ Վարդանը երբեք չտեսավ, որ նա հապ խմի։ Նրա միակ դեղը առավոտյան մի բաժակ թունդ, բուրավետ թուրմն էր։ Սա լեռների արյունն է, տղաս, ասում էր պապը։ Այն մաքրում է մարդու արյունը և ուժ տալիս սրտին։ Նրանց կյանքը հեշտ չէր։ Նրանք աշխատում էին արևի տակ, արշալույսից մինչև մայրամուտ, քարքարոտ հողն էին մշակում, բայց երեկոյան նրանք ուժ ունեին երգելու և պարելու, նրանց աչքերը փայլում էին կյանքով։ Իսկ մեր աչքերը ինչ են արտահայտում։ Նրանք գիտեին բնության ռիթմերը, նրանք գիտեին, որ մարդու մարմինը նման է պարտեզի, եթե հողը լավն է, բույսերը առողջ են աճում։ Իսկ ժամանակակից բժշկությունը ինչ է անում։ Այն անտեսում է հողը, այն պայքարում է միայն մոլախոտերի դեմ, ախտանիշների։ Ձեր ճնշումը բարձրացել է։ Ահա ձեզ հապ, որն արհեստականորեն լայնացնում է անոթները, բայց ինչով են բարձրացել։ Գուցե ձեր արյունը խիստ է, գուցե ձեր անոթները կորցրել են առածքականությունը։ Ոչ ոք այդ մասին չի մտածում։ Նրանց ձեռնտու է, որ դուք ամբողջ կյանքում խմեք այդ հապը։ Յուրաքանչյուր ամիս դուք դեղատանը թողնում եք 5000, 10000, 20000 դրամ։ Բազմապատկեր դա տարիներով։ Դա մի ամբողջ կարողություն է։ Գումար, որը դուք կարող եք ծախսել ձեր թոռների վրա։ Դուք հասկանում եք խաբեության մասշտաբները։ Այդ լեռների արյունը սիբիրյան ժենշենն է կամ էլեութերոկոկը։ Գիտնականները երկար ժամանակ անտեսում էին այն։ Նրանք դա համարում էին տատիկի հեքիաթ, բայց 20-րդ դարի 60-ականներին Խորհրդային Միությունում սկսվեցին գաղտնի հետազոտություններ։ Գիտնական Իսրայել Բրեխմանը, ով ուսումնասիրում էր ադապտոգենները, ցնցվեց արդյունքներից։ Նա պարզեց, որ էլեութերոկոկը ոչ թե պարզապես խթանում է, այլ կարգավորում է ամբողջ օրգանիզմը։ Նա դա անվանեց խելացի դեղամիջոց։ Այն բարձրացնում է ցածր ճնշումը և իջեցնում բարձրը։ Այն հանգստացնում է գրգռված նյարդային համակարգը և տոնուսավորում թույլը։ Այն օգնում է մարմնին հարմարվել ցանկացած սթրեսի, լինի դա ցուրտ, շոկ, թե հուզական լարվածություն։ Սեուլի ազգային համալսարանի հետազոտությունը, որը հրապարակվել է Journal of Ginseng Research ամսագրում, ցույց է տվել, որ էլեութերոկոկի էքստրակտը 12 շաբաթ ընդունելուց հետո քրոնիկ հոգնածությամբ տառապող մարդկանց մոտ հոգնածության մակարդակը նվազել է 56%-ով։ 56%։ Ցույց տվեք ինչ գոնե մեկ քիմիական դեղ, որը տալիս է նման արդյունք, առանց կողմնակի ազդեցությունների։ Նման դեղ գոյություն չունի։ Եվ այսօր առաջադեմ բժիշկները, ինչպիսին է ինտեգրատիվ բժշկության մասնագետ դոկտոր Անդրեյ Վեյլա-Պամանայում, բացահայտ խորհուրդ են տալիս այն։ Նրանք հասկանում են, որ ապական ոչ թե քիմիայինն է, այլ բնությանը։ Բայց դեղագործական լոբին չափազանց հզոր է։ Նրանք ամեն ինչ կանեն, որպեսզի այս տեղեկատվությունը զանգվածային չդառնա։ Բայց մենք չենք լռելու։ Ժամանակն է վերադարձնել այն, ինչը պատկանում է մեզ, մեր առողջությունը։ Հաջորդիվ ես ձեզ կտամ ճշգրիտ, քայլ առ քայլ բաղադրատոմս, թե ինչպես պատրաստել այս կենարար ըմպելիքը։ Այնքան պարզ, որ ցանկացած մարդ կարող է դա անել իր խոհանոցում։ Վարդանը սկսեց հասկանալ։ Սա պարզապես թեյ չէր, սա բանալի էր։ Բանալի, որը բացում է մեր մարմնի թաքնված ուժերը։ Բայց ինչպես է այն աշխատում։ Եկեք մի պահ պատկերացնենք։ Ձեր մարմինը մեծ քաղաք է։ Ձեր բջիջները այդ քաղաքի տներն են։ Իսկ յուրաքանչյուր տան մեջ կա փոքրիկ էլեկտրակայան միտոքոնդրիում։ Այն սնունդը և թթվածինը վերածում է էներգիայի։ Երիտասարդ ժամանակ այդ կայանները աշխատում են անխափան։ Քաղաքը լուսավոր է, կյանքը եռում է։
Բայց տարիքի հետ ինչ է տեղի ունենում։ Այդ կայանները սկսում են ծխել։ Նրանք աղտոտվում են թափոններով, ազատ ռադիկալներով։ Նրանք ավելի քիչ էներգիա են արտադրում։ Քաղաքը սկսում է մթնել, սկզբում առանձին թաղամասերում, հետո ամբողջ քաղաքն է ընկղվում մթության մեջ։ Այդ մթությունը ձեր քրոնիկ հոգնածությունն է, ձեր մոռացկոտությունը, ձեր հիվանդությունները։ Եթե դուք չմաքրեք ձեր էլեկտրակայանները, քաղաքը շուտով կմահանա։ Սա բնության օրենքն է, բայց կա մի լուծում, որը կարող է վերագործարկել ձեր ամբողջ համակարգը։ Ահա թե որտեղ է թաքնված Ժենշենի հրաշքը։ Նրա մեջ պարունակվող ժենզնոզիդները մեր մարմնի համար վարդպետ վերանորոգողներ են։ Նրանք մտնում են յուրաքանչյուր բջիջ, նրանք մաքրում են միտոքոնդրիումները կուտակված աղբից, նրանք վերանորոգում են վնասված մասերը, եւ նրանք սովորեցնում են կայանին ավելի արդյունավետ աշխատել։ Արդյունքում ձեր բջիջները սկսում են 20-30% ավելի շատ էներգիա արտադրել, նույն քանակի սննդից եւ թթվածնից։ Դուք հասկանում եք, թե սա ինչ է նշանակում։ Ձեր քաղաքը նորից սկսում է փայլել։ Շոկային փաստ։ Տոկիոյի ծերացման ինստիտուտի հետազոտությունը ցույց է տվել, որ Ժենշենի կանոնավոր օգտագործումը կարող է 5 տարով դանդաղեցնել բջջային ծերացման գործընթացը։ Ձեր կենսաբանական տարիքը դառնում է 5 տարով ավելի երիտասարդ։ Իսկ ինչ են անում դեղերը։ Նրանք նման են գեներատորի, որը միացնում են քաղաքում։ Այո, ժամանակավորապես լույս է հայտնվում, բայց այն աշխատում է թանկարժեք վառելիքով եւ աղմկոտ է, եւ այն չի վերանորոգում հիմնական էլեկտրակայանները։ Հենց գեներատորն անջատում են, քաղաքը նորից մթության մեջ է։ Ձեր մարմնում առաջինը տուժում են ամենաշատ էներգիա պահանջող օրգանները՝ ուղեղը եւ սիրտը։ Առանց այս մեթոդի 5-ից 7 տարի հետո կաթվածի կամ ինֆարկտի ռիսկը մեծանում է 60%-ով։ Սա Հարվարդի բժշկական դպրոցի վիճակագրությունն է։ Եկեք խոսենք մեր բժիշկների մասին։ Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոցի սրտաբան դոկտոր Կարեն Սարգսյանը թերահավատ էր։ Ես հավատում եմ միայն ապացուցողական բժշկությանը, ասում էր նա, բայց նրա 72-ամյա հայրը տառապում էր ծանր հետինֆարկտային սրտային անբավարարությունից։ Թանկարժեք եվրոպական դեղերը գրեթե արդյունք չէին տալիս։ Հայրը հազիվ էր քայլում սենյակում։ Հուսահատությունից Կարենը որոշեց փորձել։ Նա գտավ Բրեխմանի հին խորհրդային հետազոտությունները եւ սկսեց հորը տալ էլեութերոկոկի թուրմ, գաղտնի։ Ես վախենում էի գործընկերներիս ծաղրից, խոստովանում է նա, բայց հորս կյանքն ավելի թանկ էր։ 2 ամիս անց տեղի ունեցավ անհավանականը։ Նրա հայրը ոչ միայն ինքնուրույն բարձրանում էր երրորդ հարկ, այլև սկսել էր աշխատել այգում։ Սրտի ուլտրաձայնային հետազոտությունը ցույց տվեց, որ սրտամկանի կծկողականությունը բարելավվել է 15%-ով։ Սա ֆանտաստիկ արդյունք էր։ Այսօր դոկտոր Սարգսյանը իր ամենածանր հիվանդներին հիմնական բուժման հետ մեկտեղ խորհուրդ է տալիս այս բնական միջոցը, եւ նրա հիվանդների ապաքինման ցուցանիշները լավագույններից են հիվանդանոցում։ Իսկ դուք դեռ հավատում եք միայն քիմիային։ Ժենշենի թեյի 1 ամսվա չափաբաժինը կարժենա ձեզ մոտ 1500-2000 դրամ։ Համեմատեք դա սրտի դեղերի հետ, որոնք արժեն 10,000 դրամ եւ ավելի։ Ընդ որում, այդ դեղերի կողմնակի ազդեցությունների ցանկը երբեմն ավելի երկար է, քան հրահանգը։ Իսկ Ժենշենը գրեթե չունի կողմնակի ազդեցություններ, եթե օգտագործվի ճիշտ դեղաչափով։ Այն մաքրում է, վերականգնում եւ պաշտպանում է։ Այն ձեր մարմնի լավագույն ընկերն է, բայց ինչպես այն ճիշտ օգտագործել։ Ինչպես սովորական թեյը վերածել հզոր դեղամիջոցի։ Գոյություն ունեն փոքրիկ, բայց չափազանց կարևոր գաղտնիքներ, որոնց մասին ոչ ոք ձեզ չի պատմի։ Հաջորդիվ մենք կբացահայտենք դրանք քայլ առ քայլ։ Վարդանը վերցրեց թուղթ ու գրիչ։ Նա հասկացավ, որ սա ամենակարևոր մասն է, սխալվելու իրավունք չկա։ Յուրաքանչյուր մանրուք նշանակություն ունի։ Ինչպես լավ խոհարարի ձեռքում ճիշտ համամասնությունները հասարակ ուտեստը դարձնում են գլուխգործոց, իսկ սխալը կարող է ամեն ինչ փչացնել։ Շատերը լսում են Ժենշեն եւ վազում դեղատուն։ Նրանք գնում են առաջին պատահած տուփը, խմում են այն սխալ ժամանակ, սխալ ձևով եւ հետո ասում են չօգնեց։ Իհարկե չի օգնի։ Դա նույնն է, որ մեքենայի բաքի մեջ ջուր լցնեք եւ զարմանաք, թե ինչու այն չի աշխատում։ Դուք հասկանում եք, թե որքան կարևոր է ճշգրտությունը։ Եթե դուք անեք գոնե մեկ սխալ, դուք ոչ միայն օգուտ չեք ստանա, այլ կարող եք նույնիսկ վնասել ձեզ։ Ձեր ճնշումը կարող է տատանվել, դուք կարող եք անքնություն ունենալ, բայց եթե դուք հետևեք այս հրահանգներին տառ, ձեր մարմինը կստանա հզորագույն լիցք։ Առաջին եւ անմենակարևոր քայլը ճիշտ հումքի ընտրությունն է։ Մեզ պետք է սիբիրյան Ժենշենի կամ էլեութերոկոկի չորացրած արմատ, ոչ թե փոշի, ոչ թե հաբեր, այլ հենց մանրացված արմատ։
Որտեղ գտնել այն Հայաստանում։ Լավագույն տեղը Երևանի Գումի շուկայի խոտաբույսերի բաժինն է, այնտեղ կան տարեց կանայք, ովքեր տարիներով զբաղվում են դրանով, հարցրեք նրանց հենց Էլեութերոկոկի արմատ։ Ինչպես տարբերել որակյալը։ Գույնը պետք է լինի բաց դարչնագույն, ոչ թե մուգ կամ սև։ Բույրը պետք է լինի թեթև, հողային, մի փոքր քաղցրավուն։ Եթե այն հոտ չունի կամ խոնավության հոտ ունի, ուրեմն հին է, շոշափեք այն։ Արմատի կտորները պետք է լինեն չոր և պինդ, եթե դրանք փափուկ են, ուրեմն փչացած են։ Զգուշացեք կեղծիքներից։ Երբեմն դրա փոխարեն վաճառում են կռատուկի արմատ։ Դրանք նման են, բայց կռատուկի արմատը ավելի մուգ է և դառը հոտ ունի։ Եթե դուք սխալ հումք օգտագործեք, ձեր լյարդը առաջինը կտուժի։ Շոկային փաստ։ Ոչ ճիշտ պատրաստված բուսական թուրմերի պատճառով լյարդի տոքսիկ վնասվածքների թիվը վերջին 10 տարում աճել է 40%-ով։ Այսպիսով, եղեք չափազանց ուշադիր։ Ահա բաղադրատոմսը, կյանքի էլիքսիր։ Քայլ 1. Չափաբաժինը։ Վերցրեք ճիշտ 1 թեյի գդալ առանց բլերակի, մանրացված արմատ։ Սա մոտավորապես 2 գրամ է, ոչ ավել։ Սա ձեր օրական չափաբաժինն է։ Քայլ 2. Ջուրը։ Ձեզ պետք է 250 մլ 1 մեծ բաժակ մաքուր ֆիլտրած ջուր։ Եռացրեք այն և թողեք սառչի 5-7 րոպե։ Ջերմաստիճանը պետք է լինի 80-85 աստիճան։ Սա կրիտիկական է։ Եռման ջուրը կսպանի բոլոր օգտակար նյութերը։ Քայլ 3. Թրմումը։ Լցրեք արմատը ապակյա կամ կերամիկական բաժակի մեջ։ Ավելացրեք տաք ջուրը։ Անմիջապես ծածկեք բաժակը ափսեով։ Թողեք թրմվի ուղիղ 20 րոպե։ Քայլ 4. Ընդունումը։ Քամեք թուրմը և խմեք այն առավոտյան, նախաճաշից 30 րոպե առաջ։ Դատարկ ստամոքսին։ Սա թույլ կտա օգտակար նյութերին ամբողջությամբ ներծծվել։ Երբեք մի խմեք այն երեկոյան ժամը 4-ից հետո։ Ինչ է տեղի ունենում ձեր մարմնում։ Առաջին 15 րոպեի ընթացքում ակտիվ նյութերը ներծծվում են արյան մեջ։ Դուք կարող եք թեթև ջերմություն զգալ։ 1 ժամ հետո ձեր ուղեղը ստանում է ավելի շատ թթվածին։ Մտքերը դառնում են ավելի պարզ։ Առաջին օրվա վերջում ձեր էներգիայի մակարդակը կբարձրանա 10%-ով։ 1 շաբաթ հետո ձեր քունը կխորանա։ Դուք կարթվանաք ավելի հանգստացած։ 1 ամիս հետո ձեր բջիջները կսկսեն վերանորոգվել։ Դուք կզգաք, որ 5-10 տարով երիտասարդացել եք։ Հիշենք Անահիտին, 68-ամյա ուսուցչուհի Վանաձորից։ Նա տառապում էր քրոնիկ հոգնածության համախտանիշից և ֆիբրոմիալգիայից։ Ամբողջ մարմինը ցավում էր։ Նա ծախսել էր ավելի քան 1 միլիոն դրամ բժիշկների և դեղերի վրա։ Արդյունքը 0 էր։ Նա սկսեց խմել այս թեյը, առանց մեծ հավատի։ Առաջին շաբաթը ոչինչ չզգաց, բայց նա շարունակեց։ Երրորդ շաբաթում նա նկատեց, որ առավոտյան ցավերը մի փոքր թուլացել են։ 1 ամիս անց նա կարողացավ առանց ցավի զբոսնել այգում։ 3 ամիս անց նա վերադարձավ աշխատանքի։ Ես վերադարձա կյանք, ասում է նա։ Այս բաղադրատոմսը փրկեց նրան։ Այն կարող է փրկել նաև ձեզ, բայց սա դեռ ամենը չէ։ Գոյություն ունի մի գաղտնի բաղադրիչ, որը կարելի է ավելացնել այս թեյին։ Այն ուժեղացնում է ժենշենի ազդեցությունը գրեթե 2 անգամ։ Այդ գաղտնիքը կբացահայտենք հաջորդիվ։ Վարդանը զգում էր, որ հասել է ամենահետաքրքիր մասին։ Բաղադրատոմսը կարևոր է, բայց գոյություն ունեն գաղտնիքներ, որոնք այն դարձնում են հրաշագործ։ Դրանք այն նրբություններն են, որոնք բժիշկները չեն հասցնում բացատրել 15 րոպեանոց ընդունելության ժամանակ։ Դրանք այն գիտելիքներն են, որոնք կուտակվել են փորձառու մասնագետների կողմից։ Քչերը գիտեն այն գաղտնիքը, որ ժենշենի ազդեցությունը կարելի է ուժեղացնել 40%-ով ընդամենը 1 պարզ հավելումով։ Պատրաստ եք իմանալ։ Եթե դուք անտեսեք այս խորհուրդները, դուք կստանաք արդյունքի միայն կեսը։ Ձեր մարմինը կշարունակի դանդաղ քայքայվել։ Հատկապես ձեր ենթաստամոքսային գեղձը, որը պատասխանատու է շաքարի կարգավորման համար։ Առանց այս գիտելիքի շաքարային դիաբետի զարգացման ռիսկը մոտակա 3 տարում կաճի 50%-ով։ Բայց եթե դուք կիրառեք այս փոքրիկ հնարքները, դուք կստանաք առավելագույն օգուտ և կպաշտպանեք ձեզ մահացու հիվանդություններից։ Գաղտնիք համար 1. Ոսկե հավելումը։ Ձեր պատրաստի քամած ժենժենի թեյի մեջ ավելացրեք ընդամենը 1/4 թեյի գտալ, քրքումի, կուրկումա, փոշի և մի պտղունց սև պղպեղ։ Ինչու՞։ Քրքումի ակտիվ նյութը, կուրկումինը, հզորագույն հակաբորբոքային միջոց է, իսկ սև պղպեղի պիպերինը մեծացնում է կուրկումինի և ժենսենոզիդների կենսամատչելիությունը, ներծծումը 2000%-ով։ Այո, 2000%-ով։ Սա գիտական փաստ է, որը հրապարակվել է Planta Medica ամսագրում։ Այս համադրությունը ոչ միայն էներգիա է տալիս, այլև մաքրում է ձեր անոթները խոլեստերինից և դադարեցնում է քրոնիկ բորբոքումները, որոնք բոլոր տարիքային հիվանդությունների հիմքն են։ Դուք զգում եք այս համադրության ուժը։
Գաղտնիք համար 2. Շնչառական տեխնիկա։ Ժենշենի թեյը խմելուց անմիջապես առաջ արեք այս պարզ վարժությունը։ Նստեք ուղիղ։ Փակեք աչքերը։ Ձեր աջ ձեռքի բութ մատով փակեք ձեր աջ քթանցքը։ Դանդաղ խորը շունչ քաշեք ձախ քթանցքով հաշվելով մինչև 4։ Պահեք շունչը հաշվելով մինչև 7։ Եվ դանդաղ արտաշնչեք աջ քթանցքով հաշվելով մինչև 8։ Կրկնեք սա 3-4 անգամ։ Այս հնագույն յոգական տեխնիկան կոչվում է Նադի Շոդհանա։ Այն հանգստացնում է նյարդային համակարգը և ակտիվացնում է պարասիմպաթիկ համակարգը, որը պատասխանատու է մարսողության և ներծծման համար։ Սա նախապատրաստում է ձեր մարմինը առավելագույնս ընդունելու բուժիչ ըմպելիքը։ Դուք երբևէ լսել եք այս մասին ձեր բժշկից։ Գաղտնիք համար 3. Ցիկլեր և ռիթմեր։ Մեր մարմինը ապրում է ցիկլերով։ Ժենշենը պետք է ընդունել 30 օր, այնուհետև անպայման անել 14 օր ընդմիջում։ Ինչու՞։ Որպեսզի ձեր օրգանիզմի ընկալիչները չհարմարվեն և զգայունությունը չնվազի։ Լավագույնն է բուժման կուրսը սկսել աճող լուսնի ժամանակ։ Մեր նախնիները գիտեին, որ այս շրջանում օրգանիզմն ավելի լավ է յուրացնում ամեն ինչ։ Սա կարող է հնչել որպես սնահավատություն, բայց ժամանակակից քրոնոբիոլոգիան հաստատում է լուսնի ցիկլերի ազդեցությունը մեր հորմոնալ համակարգի վրա։ Հիշենք Արմենին, 70-ամյա նախկին վարորդ Էջմիածնից։ Նա ուներ երկրորդ տիպի շաքարային դիաբետ և ծանր նեյրոպաթիա։ Ոտքերը անընդհատ այրվում էին և թմրում։ Գիշերները չէր կարողանում քնել ցավից։ Ինձ թվում էր, թե ոտքերիս մեջ մրջյուններ են վազվզում, պատմում է նա։ Նա փորձել էր ամեն ինչ։ Անգամ Գերմանիայից բերված թանկարժեք դեղերը չէին օգնում։ Նա լսեց այս մեթոդի մասին և որոշեց փորձել։ Նա սկսեց խմել ժենշենի թեյը, քրքումով և պղպեղով։ Առաջին ամիսը գրեթե փոփոխություն չեղավ։ Նա հիասթափվեց, բայց որոշեց շարունակել։ Երկրորդ ամսվա վերջում նա նկատեց, որ գիշերային ցավերը մի փոքր թուլացել են։ Սա նրան հույս տվեց։ 3 ամիս անց նրա գլյուկոզայի մակարդակը արյան մեջ 12-ից իջավ 8-ի, իսկ 6 ամիս անց նեյրոպաթիայի ախտանիշները գրեթե անհետացան։ Շոկային փաստ։ Թուրեայի դիաբետի ասոցիացիայի հետազոտությունը պարզել է, որ ժենշենը կարող է բարելավել ինսուլինի նկատմամբ զգայունությունը 33%-ով։ Այսօր Արմենն ասում է. «Ես ոչ թե բուժվեցի, այլ վերածնվեցի»։ Բայց կան իրավիճակներ, երբ այս հզոր միջոցը կարող է վտանգավոր լինել։ Կան խիստ հակացություններ։ Հաջորդիվ մենք կխոսենք դրանց մասին, անկեղծ և առանց թաքցնելու ոչինչ։ Վարդանը լրջացավ։ Նա հասկացավ, որ այժմ խոսքը կյանքի ու մահվան մասին է։ Ուժեղ դեղամիջոցը կարող է լինել և փրկություն, և թույն։ Ամեն ինչ կախված է դեղաչափից և իմաստությունից։ Ես չեմ պատրաստվում ձեզ հեքիաթներ պատմել։ Ես կասեմ դաժան ճշմարտությունը։ Ժենշենը բոլորի համար չէ։ Եվ եթե դուք անտեսեք այս նախազգուշացումները, դուք կարող եք վճարել ձեր կյանքով։ Սա կատակ չէ։ Դուք պատրաստ եք լսել սա։ Ձեր տարիքում յուրաքանչյուր սխալ կարող է լինել վերջինը։ 65-ից բարձր տարիքում սխալ ինքնաբուժման պատճառով մահացությունների թիվը կազմում է բոլոր մահերի գրեթե 15%-ը։ Սա նշանակում է, որ ձեր հասակակիցներից յուրաքանչյուր 7-րդը մահանում է ոչ թե հիվանդությունից, այլ դրա դեմ սխալ պայքարից։ Եթե դուք չեք ցանկանում համալրել այդ տխուր վիճակագրությունը, ապա լսեք ինձ ուշադիր։ Խիստ հակացություններ։ Եթե դուք ունեք այս խնդիրներից գոնե մեկը, մոռացեք ժենշենի մասին։ 1. Բարձր զարկերակային ճնշում, հիպերտոնիա։ Եթե ձեր ճնշումը կանոնավոր կերպով բարձր է 150-60-ից, ժենշենը կարող է առաջացնել հիպերտոնիկ կրիզ, սա ուղիղ ճանապարհ է դեպի կաթված։ 2. Սուր սրտային անբավարարություն։ Եթե դուք վերջերս ինֆարկտ եք տարել կամ ունեք սրտի ծանր հիվանդություն, խթանիչները կարող են չափազանց մեծ բեռ լինել ձեր սրտի համար։ 3. Աուտոիմուն հիվանդություններ, ռևմատոիդ արթրիտ, կարմիր գայլախետ։ Ժենշենը ակտիվացնում է իմունային համակարգը, այս հիվանդությունների դեպքում դա կարող է հրահրել սրացում։ 4. Անկնություն և բարձր նյարդային գրգռվածություն։ Ժենշենը կարող է խորացնել այս խնդիրները։ 5. Արյան բարձր մակարդելիություն։ Եթե դուք հակված եք թրոմբների առաջացման, ժենշենը կարող է մեծացնել ռիսկը։ Դուք հասկանում եք այս վտանգների լրջությունը։ Դեղերի հետ փոխազդեցությունը։ Սա ամենավտանգավոր մասն է։ Ժենշենը չի կարելի համատեղել հետևյալ դեղերի հետ։ 1. Արյունը ջրիկացնող դեղամիջոցներ՝ վարֆարին, ասպիրին, կլոպիդոգրել։ Այս համադրությունը կարող է առաջացնել ուժեղ արյունահոսություն, ստամոքսային կամ ուղեղային։
2. Շաքարային դիաբետի դեղեր։ Ժենշենը իջեցնում է շաքարի մակարդակը, դեղերի հետ համատեղ այն կարող է առաջացնել հիպոգլիկեմիա, շաքարի կտրուկ անկում, որը կարող է հանգեցնել կոմայի։ 3. Հակադեպրեսանտներ։ Որոշ տեսակի հակադեպրեսանտների հետ համատեղումը կարող է առաջացնել գլխացավեր, անքնություն և նույնիսկ մանիա։ 4. Սրտի դեղեր, դիգոքսին։ Ժենշենը կարող է ուժեղացնել դրանց ազդեցությունը, հանգեցնելով թունավորման։ Եթե դուք ընդունում եք այս դեղերից որևէ մեկը, դուք պարտավոր եք խորհրդակցել ձեր բժշկի հետ նախքան ժենշեն փորձելը։ Մի եղեք ինքնավստահ։ Ձեր կյանքը դրված է նժարին։ Անվտանգության կանոններ բոլորի համար։ Նույնիսկ եթե դուք հակացություններ չունեք, հետևեք այս կանոններին։ 1. Սկսեք փոքրից։ Առաջին 3-4 օրը խմեք ոչ թե 1, այլ կես թեյի գթալ արմատով պատրաստված թեյ։ Դիտեք ձեր օրգանիզմի արձագանքը։ 2. Վարեք օրագիր։ Ամեն օր գրի արեք ձեր ճնշումը, զարկերակը, քնի որակը և ընդհանուր ինքնազգացողությունը։ Սա կօգնի ձեզ և ձեր բժշկին հասկանալ, թե ինչպես է մեթոդն ազդում ձեզ վրա։ 3. Լսեք ձեր մարմնին։ Եթե դուք զգում եք սրտխփոց, գլխապտույտ, անքնություն կամ մաշկի վրա ցան, անմիջապես դադարեցրեք ընդունումը և խորհրդակցեք բժշկի հետ։ 4. Եղեք համբերատար։ Բնական բուժումը մարաթոն է, ոչ թե սպրինտ։ Արդյունքները կարող են հայտնվել միայն մի քանի շաբաթ կամ նույնիսկ ամիսներ անց։ Մի սպասեք հրաշքի առաջին օրը։ Հիշեք, ձեր առողջությունը ձեր պատասխանատվությունն է։ Ոչ մի բժիշկ, ոչ մի հաղորդում չի կարող ձեզ փոխարինել։ Եղեք իմաստուն, եղեք զգույշ, եւ միայն այդ դեպքում բնության ուժը կդառնա ձեր դաշնակիցը, ոչ թե թշնամին։ Բայց ինչպես այս բոլոր գիտելիքները ինտեգրել ձեր առօրյա կյանքի մեջ։ Ինչպես ստեղծել մի համակարգ, որը կաշխատի ձեզ համար ամեն օր։ Հաջորդիվ մենք կխոսենք ամբողջական կենսակերպի մասին, հիմնված մեր հայկական ավանդույթների վրա։ Վարդանը զգաց, որ բոլոր կտորները հավաքվում են մեկ պատկերի մեջ։ Ժենշենի թեյը հզոր գործիք է, բայց դա միայն սկիզբն է։ Դա նման է տան հիմքը դնելուն, բայց ամուր հիմքի վրա պետք է կառուցել ամուր պատեր եւ հուսալի տանիք։ Այդ պատերն ու տանիքը ձեր ամենօրյա կենսակերպն են։ Դուք կարող եք խմել աշխարհի ամենալավ դեղը, բայց եթե դուք շարունակեք սխալ սնվել, քիչ շարժվել եւ ապրել ստրեսի մեջ, դուք պարզապես կփչացնեք այդ դեղի ազդեցությունը։ Դուք հասկանում եք այս պարզ ճշմարտությունը։ Եթե դուք չփոխեք ձեր կենսակերպը, դուք դատապարտված եք հիվանդությունների եւ վաղաժամ ծերության։ Ձեր տարիքում յուրաքանչյուր օրը, որն անցկացվում է սխալ սովորություններով, կրճատում է ձեր կյանքը միջինում 6 ժամով։ Բայց եթե դուք ստեղծեք ճիշտ համակարգ, դուք ոչ միայն կերկարացնեք ձեր կյանքը, այլև այն կլցնեք որակով, էներգիայով եւ ուրախությամբ։ Սնունդը ձեր դեղն է։ Մեր հայկական խոհանոցը աշխարհի ամենաառողջարարներից է, բայց մենք մոռացել ենք դրա հիմունքները։ Մենք տարվել ենք սպիտակ հացով, շաքարով եւ վերամշակված մթերքներով։ Վերադարձեք մեր նախնիների սննդակարգին։ Ձեր սեղանին ամեն օր պետք է լինի շատ կանաչի, ոչ թե միայն համեմ ու մաղադանոս, այլև թարխուն, ռեհան, սպանախ, թրթնջուկ, սիբեղ։ Դրանք լի են քլորոֆիլով, որը մաքրում է արյունը եւ հարստացնում թթվածնով։ Կերեք ավելի շատ բանջարեղեն՝ սմբուկ, լոլիկ, տակդեղ, բամիա։ Հատկապես կարևոր է ճակնդեղը, այն մաքրում է լյարդը եւ բարելավում արյան շրջանառությունը։ Ահա մի պարզ բաղադրատոմս երիտասարդության աղցան։ Քերիչով անցկացրեք 1 հում ճակնդեղ, 1 գազար եւ 1 կանաչ խնձոր։ Ավելացրեք մի բուռ ընգույս եւ համեմեք ցիթապտղի յուղով ու կիտրոնի յութով։ Այս աղցանը վիտամինների եւ հակաօքսիդանտների ռումբ է։ Կերեք այն շաբաթական 3-4 անգամ եւ 1 ամիս անց ձեր մաշկը կսկսի փայլել, իսկ էներգիան կկրկնապատկվի։ Դուք զգով եք, թե որքան պարզ է դա։ Շարժումը կյանք է։ Դուք պարտավոր չեք մարաթոն վազել։ Ձեզ պետք է ընդամենը 30 րոպե քայլք ամեն օր։ Ոչ թե դանդաղ զբոսանք, այլ միջին տեմպով քայլք, որպեսզի ձեր սիրտը մի փոքր արագ բաբախի եւ դուք թեթևակի գտնեք։ Լավագույն ժամանակը առավոտն է, ժենշենի թեյի խմելուց հետո։ Սա ակտիվացնում է նյութափոխանակությունը եւ լիցքավորում ձեզ ամբողջ օրվա համար։ Շաբաթական 2 անգամ արեք պարզ վարժություններ։ Օրինակ 10-15 անգամ կքանստեք, հենվելով աթոռին, կամ պատի մոտ ձգումներ արեք։ Սա կպահպանի ձեր մկանների տոնուսը եւ կանխարգելի ոսկորների փխրունությունը։ Եթե դուք չշարժվեք, ձեր մկանները կսկսեն ատրոֆիայի ենթարկվել, իսկ ոսկորները կդառնան փխրուն։ Ձեր տարիքում կոնքազդրային հոդի կոտրվածքը հաճախ հավասարազոր է մահվան դատավճռի։ Հոգու հանգստություն։ Ստրեսը ձեր թիվ 1 թշնամին է։ Այն արտադրում է կորտիզոլ հորմոնը։
Կորտիզոլը քայքայում է ձեր մկանները, թուլացնում իմունիտետը եւ խաթարում ուղեղի աշխատանքը։ Դուք պետք է սովորեք կառավարել սթրեսը։ Ամեն օր գտեք 15 րոպե լռության համար։ Անջատեք հեռուստացույցը, հեռախոսը։ Պարզապես նստեք հարմարավետ եւ հետևեք ձեր շնչառությանը։ Զգացեք, թե ինչպես է օդը մտնում եւ դուրս գալիս։ Երբ մտքեր են գալիս, մի պայքարեք դրանց դեմ։ Պարզապես նայեք դրանց կողքից եւ թողեք, որ հեռանան։ Այս պարզ մեդիտացիան կարող է 25%-ով նվազեցնել կորտիզոլի մակարդակը։ Սա ապացուցված է Մասաչուսեթսի համալսարանի հետազոտություններով։ Հիշենք Սուրենին, 69-ամյա ճարտարապետ Դիլիջանից։ Նա ունեցավ ինսուլտ, որը կաթվածահար արեց նրա մարմնի ձախ կողմը։ Բժիշկներն ասում էին, որ նա այլևս երբեք չի քայլի։ Նա ընկավ խորը դեպրեսիայի մեջ, բայց նրա կինը չհանձնվեց։ Նա սկսեց նրան տալ ժենշենի թեյ։ Նա ամբողջությամբ փոխեց նրանց սննդակարգը, անցնելով բանջարեղենային դիետայի։ Ամեն օր նա օգնում էր նրան անել պարզ վարժություններ, եւ նրանք միասին սովորեցին մեդիտացիա անել։ 6 ամիս անց Սուրենը սկսեց քայլել հենակով։ 1 տարի անց նա արդեն քայլում էր առանց հենակի։ Այսօր նա նորից աշխատում է, ստեղծելով գեղեցիկ նախագծեր։ Նա փոխեց ոչ թե մեկ բան, այլ իր ամբողջ կյանքը, եւ նա հաղթեց։ Այս ամբողջական մոտեցումը հրաշքներ է գործում, բայց ինչպես գտնել մոտիվացիա այս ամենը անելու համար, որտեղից վերցնել ուժ ամեն օր պայքարելու։ Հաջորդիվ մենք կխոսենք ամենակարևորի՝ ձեր ներքին կրակի մասին։ Վարդանը նայեց իր դատարկ բաժակին։ Այնտեղ հատակին մնացել էին ժենշենի արմատի փոքրիկ կտորներ։ Նա հասկացավ, սա պարզապես բույս չէր, սա խորհրդանիշ էր։ Խորհրդանիշ այն ընտրության, որը մենք անում ենք ամեն օր։ Մենք անցանք երկար ճանապարհով։ Մենք խոսեցինք մեր նախնիների իմաստության մասին։ Մենք բացահայտեցինք ժամանակակից գիտության գաղտնիքները։ Մենք սովորեցինք ճիշտ բաղադրատոմսը եւ անվտանգության կանոնները։ Իսկ հիմա ինչ։ Ինչ եք դուք անելու այս գիտելիքի հետ։ Այսօր դուք կանգնած եք ճամփաբաժանին։ Երկու ճանապարհ կա ձեր առջև։ Առաջին ճանապարհը ծանոթ է։ Դուք կարող եք փակել այս տեսանյութը, վերադառնալ ձեր սովորական կյանքին, շարունակել խմել ձեր բուռ դեղերը, շարունակել բողոքել հոգնածությունից եւ ցավերից։ Ինչ կլինի 1 ամիս հետո։ Ոչինչ չի փոխվի։ Դուք կզգաք նույնքան հոգնած, նույնքան անուշ։ Իսկ 6 ամիս հետո ձեր վիճակը կվատանա։ Դուք կավելացնեք դեղերի եւս մեկ տեսակ ձեր ցանկին։ Ձեր կախվածությունը դեղատներից կխորանա։ Դուք կկորցնեք ձեր կյանքի եւս կես տարին, այն անցկացնելով մոխրագույն, անուրախ գոյության մեջ։ Դուք իրոք դա եք ուզում։ Եվ կա երկրորդ ճանապարհը։ Այն պահանջում է ջանք, այն պահանջում է որոշում։ Դուք կարող եք սկսել գործել։ Հենց այսօր գնալ շուկա, գտնել ճիշտ արմատը, պատրաստել ձեր առաջին բաժակ կենարար թեյը։ Ինչ կլինի 1 շաբաթ հետո։ Դուք կզգաք էներգիայի առաջին ծիլերը։ Ձեր տրամադրությունը կբարձրանա։ Իսկ 1 ամիս հետո դուք կզարմանաք։ Դուք կկարողանաք անել բաներ, որոնց մասին վաղուց մոռացել էիք։ Զբոսնել թոռների հետ, աշխատել այգում, հանդիպել ընկերների հետ։ Դուք կվերադարձնեք ոչ թե ուժը, այլ ազատությունը։ Ազատություն դեղերից, ազատություն հիվանդությունից, ազատություն ապրելու լիարժեք կյանքով։ Հիշեք, որ մենք խոսում ենք ոչ միայն առողջության մասին։ Սա ձեր կյանքի որակի մասին է։ Երբ դուք լի եք էներգիայով, ձեր հարաբերությունները փոխվում են։ Դուք դառնում եք ոչ թե բեռ, այլ աջակցություն ձեր ընտանիքի համար։ Ձեր միտքը սրվում է։ Դուք նոր հետաքրքրություններ եք գտնում։ Դուք սկսում եք ոչ թե գոյատևել, այլ ապրել։ Ձեր աչքերում նորից կրակ է վառվում։ Եվ այդ կրակը վարակիչ է։ Այն ջերմացնում է բոլորին, ովքեր ձեր շուրջն են։ Դուք պատկերացնում եք այդ փոխակերպումը։ Ձեր առողջությունը ձեր սրբազան պարտականությունն է ինքներդ ձեր հանդեպ։ Դա ինքնասիրության եւ ինքնահարգանքի բարձրագույն դրսևորումն է։ Բնությունը մեզ տվել է ամեն ինչ, առողջ եւ երջանիկ լինելու համար։ Իսկ գիտությունը մեզ օգնում է հասկանալ եւ ճիշտ օգտագործել այդ նվերները։ Մի արհամարեք այդ նվերները։ Մի հանձնվեք։ Դուք ավելի ուժեղ եք, քան կարծում եք։ Ձեր մարմինը ունի վերականգնվելու անհավանական ունակություն։ Պարզապես պետք է նրան տալ ճիշտ գործիքները եւ հնարավորությունը։ Այսօր դուք ստացաք այդ գործիքները։ Դուք ստացաք գիտելիք, որը կարող է փրկել ձեր կյանքը։ Ընտրությունը ձերն է։ Ես հավատում եմ ձեզ։ Ես հավատում եմ ձեր իմաստությանը եւ ուժին։ Եթե այսօրվա մեր զրույցը օգտակար էր ձեզ համար, խնդրում եմ բաժանորդագրվեք մեր ալիքին։
Մեկնաբանություններում կիսվեք ձեր փորձով կամ հարցերով։ Մենք կարդում ենք յուրաքանչյուր մեկնաբանություն։ Եվ ամենակարևորը, կիսվեք այս տեսանյութով ձեր մտերիմների հետ, նրանց հետ, ովքեր նույնպես տառապում են և կարիք ունեն հույսի։ Եկեք միասին ստեղծենք առողջ և ուժեղ համայնք։ Շնորհակալություն, որ ինձ հետ էիք, առողջ եղեք։